Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Հայր, այսօրվա մեր զրույցի համար ընտրել ենք որպես թեմա խաղաղությունը։ Խաղաղությունը այդ չարչրկված, ծեծված, տագնապած, տառապած, սոսկումների միջով անցած, օդից կախված, բայց եւ աներևույթ։ Տեր Հայր, Աստվածաշունչը ունի արդյոք սահմանում խաղաղության մասին։ Քրիստոս շատ հստակ մեզ պատվիրան է տալիս, ասելով, որ ես ձեզ տալիս եմ խաղաղություն, բայց ոչ այն խաղաղությունը, որ աշխարհն է ձեզ տալիս։ Սա շատ հստակ մեզ համար ցուցիչ է այն իմաստով, որ աշխարհում մենք շատ ենք խոսում խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը շատ ավելի նեղ անձնական շահերից է բխում եւ մենք սխալ ընկալում ու պատկերացում ենք խաղաղության մասին։ Այստեղ ավելի շատ էգոիստաբար ենք մենք մոտենում։ Եթե ինձ լավ է, եթե ինձ հանգիստ է, ուրեմն դա ինձ համար խաղաղություն է, իսկ թե դիմացինի հետ ինչ կլինի կամ ինչպես իրեն կզգա, դա ինձ հետաքրքիր չէ։ Եվ բնականաբար սա մեր ընկալումներով մեզ համար լավ է դիմացինին ինչ կլինի, թող լինի։ Խոսքը այս խաղաղության մասին չէ։ Այն խաղաղությունը, որ Քրիստոս մեզ բերեց, դա երկնային խաղաղություն էր, որը որ մեզ տալիս է հնարավորություն պայքարելու, մեզ տալիս է հնարավորություն մեր անձը կերտելու, բայց նաև դիմացինին չարհամարելով, դիմացինին չանտեսելով եւ դիմացինի մեջ տեսնելով այն բոլոր արժեքները, որոնք որ մեզ համար կարեւոր են։ Հետևաբար այսօր ես շատ հաճախ եմ ասում, որ շատ ենք խոսում օրինակ ասենք երջանկությունից։ Երբեմն այս երջանկությունը, որից խոսում ենք, մաղթում ենք շատ իրար։ Գիտեք, այդ երջանկությունը շատ վերացական հասկացություն է։ Եթե մենք մեր կյանքում չենք կարող լինել երջանիկ, այնպես ինչպես որ մենք պատկերացնում ենք այն ռոմանտիկ իր շեշտադրությամբ, մենք հաստատ կարող ենք խաղաղ ապրել։ Առաջին հերթին մեր ներսում այդ խաղաղությունը յուրաքանչյուրիս ներսում պիտի լինի եւ մեր ներսից այդ խաղաղությունը պիտի տարածվի նաեւ մեր շուրջը։ Իսկ այդ խաղաղությունը նշանակում է ընդունել ինքներս մեզ, ինչպեսին որ մենք կանք, եւ ընդունել այն իրականությունը, որի մեջ որ մենք ապրում ենք։ Այսօր մենք շատ հաճախ կյանքին ընդդիմանում ենք։ Մեզ թվում է, թե կյանքը մեզ շատ բաներ է պարտք եւ սկսում ենք կյանքից պահանջներ ունենալ եւ երբ որ մեր այդ պահանջները որպես կանոն չեն արդարանում կամ չեն բավարարվում, մեր պահանջները, մեր մոտ այդ ներքին խաղաղությունը խախտվում է։ Նույնն էլ մեզանից դուրս, մեր հասարակական կյանքում, ազգային կյանքում, եթե մենք մեր մեջ խաղաղ չենք, իրար հետ հաշտ չենք, իրար հետ համերաշխ չենք, սիրով չենք, մենք երբեք չենք կարող մեր հասարակության մեջ այդ խաղաղությունը տեսնել եւ այդ խաղաղությունը շոշափելի կերպով զգալ։ Հետևաբար Քրիստոս, երբ որ խոսում է խաղաղության մասին, առաջին հերթին ներքին այդ ներդաշնակության մասին է վկայում եւ այս պատգամն է մեզ, որը որ իրականանում է սիրով, այն սիրով, որ Աստված մեզ տվեց։ Տեր Հայր, մարդը ինքը իր հետ, իր հոգեկան, մտային, հուզական, կամային ներդաշնակ չէ։ Դժվար է մարդը իր հետ ներդաշնակ լինի, խաղաղ լինի, հաշտ լինի, ուր մնաց թե արտաքին խաղաղության հետ, որին քաղաքակրթությունը իր զորու չի հասնել։ Իրականում դժվար չի։ Գուցե եւ մեր պատկերացումներով դժվար է թվում, բայց եթե մենք փորձում ենք պայքարել եւ փորձում ենք ապրել այդ ճշմարտությամբ, միշտ էլ հնարավոր է եւ դա շատ ավելի երանելի ճանապարհ է։ Ես չի ասի, որ դա դժվար է, որովհետեւ մենք ոչինչ չենք անում, որ այդ խաղաղությունը կամ ներքին ներդաշնակություն ունենանք։ Ոչինչ չանելով, ասում ենք դժվար է, կամ ինչպես որ ավետարանական շատ պատգամների բարակային ասում ենք, ինչ դժվար է, ինչ բարդ է պահել պատվիրանները։ Այդպիսի բան չկա։ Աստված մեզ չէր կարող տալ մի պատվիրան, որը հնարավոր չլիներ չկատարել։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք դժվար է, դա ավելի շատ արդարանալու միջոց է, անհաջող միջոց է արդարանալու, մեր չարածը արդարացնելու հստակ այսպես մոլուսկով։ Իրականում ոչ մի դժվար բան չկա։ Երբ որ մարդը կարողանում է ինքն իրեն գնահատել օբյեկտիվ եւ կարողանում է Աստծո ներկայության մեջ իր անձը բացահայտել, ամեն ինչ մարդու համար հնարավոր է։ Հարցը այստեղ նույնիսկ դժվարն ու հեշտն չի։ Սա պետք է, սա առաքելություն է, յուրաքանչյուրիս առաքելություն է։ Այո, այսօր ինչ որ տեսնում ենք մեր շուրջը, շատ դժվար է պատկերացնել, մի օր կլինի, որ իսկապես լինի այդ խաղաղությունը։ Շատ դժվար է պատկերացնել, հաշվի առնելով մարդկային էգոիզմը, չարիքը, այսքան որ մեր աշխարհում, մեր կյանքում, մեր հասարակության մեջ տարածված է։ Բայց մենք կարող ենք սկսել մեզանից։ Այսօր մենք բողոքում ենք մեր շուրջը եղած այդ չարիքներից, անարդարությունից եւ այլն, երբ որ մենք ենք նույն այդ ամեն ինչի մեջ։ Այդ բողոքելու փոխարեն, եթե յուրաքանչյուր մարդ գիտակցի ու հասկանա, որ ինքը իրենից պիտի սկսի, հետո կտեսնի, թե ինչպես է հրաշքը իրականանում։ Այս ամենակարևոր պայմանը, որը որ մենք չենք ուզում ընդունել։
Տեր հայր, խաղաղության դասական ձևակերպումը ինձ համար աստվածային խաղաղությունն է։ Սա արդյոք ուղիղ համեմատական է ապաշխարության եւ աղոթքի մակարդակի։ Իհարկե։ Առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Առանց ապաշխարության, առանց աղոթքի դու չես կարող այդ խաղաղության հասնել։ Եվ այդ ամենակարևոր պայմաններից մեկն է խաղաղությունը կերտելու։ Տեր հայր, երբ որ թերթում ենք նոր կտակարանը, մենք հանդիպում ենք այսպիսի դրվագի, երբ որ Տերը ասում է, որ տունը որ մտնեք, ասացեք խաղաղություն այս տանը։ Ինչ է նշանակում սա։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խոսքը կոնկրետ Քրիստոս իր առաքյալներին էր ուղղում, որովհետև իրենք գնում են տարբեր համայնքներ, տարբեր գյուղեր, ավաններ, մտնում են մարդկանց տանը եւ այդ ավետարանական աստվածային խաղաղություն այդ մարդկանց տանելու, ասելով որ հոգեվոր այդ խաղաղության, աստվածային խաղաղության հասնելու ճանապարհը այս է մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ Քրիստոս հենց դա նկատի ուներ, երբ որ դուք իբրև խաղաղության ավետարանի քարոզիչներ գնում եք մարդկանց տները եւ եթե նույնիսկ ձեզ մերժեն կամ չընդունեն թշնամանք մի ունեցեք այդ մարդկանց հետ։ Պարզապես խաղաղությունը փոխանցեք եւ եթե այդ մարդիկ հասկանան այդ խաղաղության արժեքը եւ իմաստ, այդ խաղաղությունը իրենց տանը, իրենց հոգում, իրենց սրտում կհանգրվանի։ Խոսքը նրա մասին է, որ ավետարանական ճշմարտությունները այդ խաղաղության մեջ են իրականանում եւ այդ խաղաղությամբ է, որ ավետարանական ճշմարտությունները արժևորվում են, իմաստավորվում են, որովհետեւ Քրիստոսի պատգամները եթե մենք նայենք, եթե դու չունենաս այդ ներքին հոգեվոր խաղաղությունը, գրեթե անհնարին կլինի այդ պատվիրանները կյանքի կոչել գործնականում մեր կյանքի ընթացքում։ Տեր հայր, յուրաքանչյուր քահանա, որը պատարագ է մատուցում, այսպիսի մի հատված կա, երբ որ ասում է խաղաղություն անմենեցուն, եւ սա պարբերաբար կրկնվում է պատարագի ընթացքում։ Դա աստվածային խաղաղությունն է, որ հոգեվորականը փոխանցում է ժողովրդին։ Այդ խաղաղության ներքո մարդիկ համախմբվում են իրար հետ։ Այդ խաղաղության ներքո մարդիկ մեկը մյուսին բացահայտում են։ Այդ խաղաղությունը իրական է դառնում իրար նկատմամբ ունեցած սիրով։ Այս պատգամն է այդ խաղաղությունը իր մեջ պարունակում։ Իսկ ինչու է ասում ես չեկա խաղաղություն տալու, եկա սուր գցելու, կրակ գցելու, հայրը պետք է որդուց բաժանվի, մայրը պետք է աղջկանից բաժանվի, հարսս կեսուրից, տնեցիներն իրար հանդեպ չար են տրամադրվելու, ահա այսպիսի բաներ ենք նաև կարդում մենք երկու ավետարաններում, եւ Ղուկասի եւ Մատթեոսի ավետարաններում մոտորապես այսպես է նկարագրվում Քրիստոսի խոսքը։ Այդտեղ ոչ թե որ դա պատգամ է, այլ իրականության բացահայտում կամ մարգարեություն, եթե կարելի է այսպես ասել։ Հիմա տեսեք, եթե մի ընտանիքում ընտանիքի անդամները մեկը հավատում է, մեկը չի հավատում, սա խնդիր է։ Եվ երբեմն լինում են, չէ, ընտանիքում խժդժություններ կամ խոսակցություններ, պառակտումներ, եւ դրանք հատկապես ի հայտ են գալիս այն դեպքում, երբ մի կրիտիկական պահի առաջ են հայտնվում, մի ճգնաժամային իրավիճակում են հայտնվում, մի դժվար իրավիճակի մեջ են հայտնվում, սկսում են իրար մեղադրել։ Այո, երբ որ կանգնում ես որոշակի խնդիրների առաջ, այդ ժամանակ արդեն պետք է ինչ-որ մեկին մեղադրել, արդեն գտնում են ինչ-որ պատճառ դիմացինին մեղադրելու համար։ Հիմա այսօր նաև մեր իրականության մեջ շատ տարածված ցավալի երևույթ է, երբ որ ընտանիքում կան մարդիկ, ովքեր որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են եւ կան ընտանիքում անդամներ, ովքեր որ որևէ աղանդի հետևորդ են, ու դա խնդիր է եւ դա բերում է պառակտում, իրար չհասկանալու, իրար հետ վիճելու, բանավիճելու, որը որ նաև բերում է ոչ ցանկալի հետևանքների։ Այսինքն ճշմարտությունը եթե կա, միշտ ճշմարտությունը ընդդիմության առիթ տալիս է այն մարդիկ, ովքեր որ դեմ են ճշմարտության, այն մարդիկ, ովքեր որ չեն ապրում այդ ճշմարտության, բնականաբար այդ մարդիկ սկսում են պայքարել ճշմարտության դեմ եւ սա բերում է պառակտումներ մեր եւ ընտանիքում եւ հասարակության մեջ։ Կամ ասենք տեսել եք երևի թե այնպիսի օրինակ, որ եթե մի միջավայրում բոլորը ապրում են սխալ ընթացքով, մեկը փորձում է ճիշտ ավետարանական պատվիրանների համաձայն իր կյանքը կառուցել, այդ բոլորը հարձակվում են այդ մեկի վրա եւ բերում է դա կոնֆլիկտ մարդկային հարաբերությունների մեջ, որտեղ այդ մարդը դառնում է նրանց հայելին։ Երբ որ դու ապրում ես ճիշտ ընթացքով ու դիմացինը սխալ ընթացքի մեջ է, ինքը քեզ չի հանդուրժում, որովհետև քո ճշմարիտ ընթացքի մեջ ինքը տեսնում է իր սխալները եւ բնականաբար այստեղ ծնվում է կոնֆլիկտ մարդկային հարաբերության մեջ։ Տեր հայր, անպայման հիշենք երանիներից այն երանին, որը խաղաղարներին է ուղղված։ Երանի խաղաղարներին, որովհետև նրանցն է
Նայեք, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա։ Չի ասում խաղաղություն սիրողներին, ասում է խաղաղարարներին, այսինքն նրանց, ովքեր որ խաղաղություն են արարում, ոչ թե խաղաղություն են սիրում։ Այսօր բոլորն են սիրում խաղաղություն։ Որ մարդուն, որ դուք այսօր հարցնեք, ասի, չէ, ես խաղաղություն չեմ սիրում։ Բոլորն էլ սիրում են, բայց ով է խաղաղություն արարում։ Այս ամենակարևոր բանն է։ Խաղաղություն արարողներին այո երանի, ինչը եւ Ավետարանում շատ հստակ ընդգծված է։ Ու մեր առաքելությունն է այդ խաղաղությունը արարել, ոչ թե խաղաղությունը սիրել, որտեվ այսօր շատ գեղեցիկ կարելի է խոսել տարբեր ճշմարտությունների մասին, տարբեր արժեքների մասին, ինչքան կարևոր են, ինչքան լավն են եւ այլն, բայց դրանից մեր կյանքը չի փոխվում։ Այսինքն դու այդ արժեքի կրողը պիտի լինես, դու այդ խաղաղությունը քո մեջ պիտի ունենաս, որպեսզի դու կարողանաս դա նաև բաշխել քո շուրջը եւ մարդկանց։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցեք։ Շատ կարևոր է, երբ որ մարդը ինքը իր մեջ ունեն այդ խաղաղությունը։ Եթե դա չեղավ, դու դիմացին հետ դժվար թե կարողանաս այդ արժեքը իրականություն դարձնել, բայց այդ որ ասում ենք չի կարողանում, դա դատավճիռ չի, ասեցինք ու վերջ, չի կարողանում ու վերջ։ Շատ բան կա, որ մենք չենք կարողանում, բայց դա անհրաժեշտ է եւ մենք պիտի դրա համար պայքարենք եւ պիտի կարողանանք դրան հասնել։ Իսկ սեփական անձը ընդունելու, սեփական կյանքում այդ խաղաղությունը հաստատելու եւ այդ խաղաղությամբ ապրելու ամենակարևոր պայմանը Քրիստոսի ներկայությունը քո կյանքում ունենալն է։ Եթե մենք Քրիստոսին իրականում մեր կյանքում ունենք եւ ապրում ենք Քրիստոսի պատվիրաններով, այդ խաղաղությունը բնական հետևանք է, դա նպատակ չի, դա հետևանք է այն իրողության կամ այն ճանապարհի, որը որ մենք ընտրում ենք եւ ասել, որ դե ես մարդ եմ, ես չեմ կարող եւ այլն, դա արդարացում չի, հենց մարդուն է դա տրված եւ յուրաքանչյուր մարդու առաքելություն է դա, որպեսզի խաղաղությունը քո հոգում լինի, նախ պիտի կարողանաս քո շուրջի աղմուկը լրացնես, քո ներսի աղմուկը լրացնես, պիտի կարողանաս քո մեջի լռությունը լսել եւ այդ լռության մեջ Աստծո ձայնը լսել, ու այդ լռությամբ կարողանալ հասնել այն բաղձալի խաղաղության, հոգեվոր խաղաղության, որին որ յուրաքանչյուր հավատացյալ փորձում է ցկտել եւ հասնել։ Իսկ դա լինում է ապաշխարությամբ, լինում է աղոթքով, լինում է Աստծո ներկայության հստակ գիտակցումով եւ ապրումով։ Նույնիսկ հրեշտակներն են երգում խաղաղության մասին, երբ որ ասում են «Փառք Տիրոջը բարձունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաճություն մարդկանց մեջ»։ Այո։ Այսինքն դա Քրիստոսի ծննդյան ժամանակ հնչեցված փառաբանությունն է հրեշտակների կողմից, այո, Քրիստոս եկավ Աստծո փառքը բացահայտելու, երկրի վրա խաղաղություն հաստատելու եւ այդ խաղաղությունը իրական է, երբ որ մարդկանց մեջ կա հաճություն։ Տեր հայր, մենք ինչքան խոսում ենք խաղաղության մասին, այնքան խաղաղությունը կարծես մեզանից հեռանում է։ Ամեն օր ահաբեկչություններ, ահաբեկություններ, ամեն օր անկումներ, սարսափների, վախճանների տեսիլքներ։ Ի վերջո մենք գտնելու ենք խաղաղությունը, երբ որ խոսում ենք Երուսաղեմի մասին, այն քաղաքը, որը մեծապես առնչվում է Քրիստոսի երկրային կյանքին, նշանակում է խաղաղության բնակավայր։ Այո։ Բայց Երուսաղեմում երբեք խաղաղություն չի եղել, եւ մենք կգտնենք արդյոք այդ խաղաղությունը։ Մեր ամբողջ խնդրեմը այն է, որ մենք խոսում ենք խաղաղության մասին։ Խաղաղության մասին պետք չի խոսել։ Խաղաղություն պետք է արարել, ինչպես արդեն ասացի։ Այսինքն այն արժեքները, որոնց մասին որ մենք շատ ենք խոսում, երբեք կյանքը ցույց է տալիս, որ երբեք այդ արժեքները մեր կյանքում իրական չեն դառնում եւ գործնականում չեն դրսեւորվում։ Դրա համար խոսել պետք չի, որտեղ շատ հաճախ մենք խոսում ենք ուղղակի խոսելու համար, ասելու համար եւ ընդհանրապես դրանով սահմանափակում ենք։ Խոսեցինք, մեզ թվաց, թե մեր առաքելությունը դրանով ավարտվեց։ Խոսել պետք չի, պետք է այդ խաղաղության կրողը լինել։ Եվ սա յուրաքանչյուրիս առաքելությունն է։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։